Որոշեցի երեխա որդեգրեմ։ Անկողինս գցում էի ցեմենտի վրա, գետնին, ես ուտեղես իրար փաթաթված քնում էինք։ Կարեն ջան, որ հաց տան փոքր էլ ինձ կբերես։ 11-ին ամուսնացրեցի, 12-ին մարտի 8-ին աղջիկը ծնվեց, հետո 12 թվին մարտի 15-ին ավարիայի տակ ընկավ, մահացավ։ Ջահել էր էլի, նեղացավ գնաց, երեխուն վեկալեց գնաց, գոնե մինչև մեռնելս, մեռնելու ժամանակ անգամ տեսնեմ, նոր մեռնեմ։ Ողջույն, ես Աննան եմ, դուք գտնվում եք Տաբուի YouTube-յան հարթակում։ Ինչպես արդեն գիտեք, ես զրուցում եմ շատ տարբեր մարդկանց հետ, խոսում ենք շատ տարբեր մարդկային ճակատագրերի մասին, քննարկում ենք տարբեր թեմաներ, բարձրացնում ենք խնդիրներ։ Եվ այսօր իմ հերթական զրույցը մի շատ հետաքրքիր կնոջ հետ է։ Ես նրան հանդիպել եմ Առաքելություն Հայաստան հասարակական կազմակերպության տարեցների կենտրոններից մեկում։ Եվ անկեղծ ասած շատ եմ տպավորվել նրա պատմությամբ ու որոշեցի անպայման կիսվել նաև ձեզ հետ։ Եվ այսպես իմ հյուրն է Թերեզա Խաչատրյանը։ Բարի օր տիկին Թերեզա։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ որոշեցիք, համաձայնեցիք ինձ հետ զրուցել այսօր։ Ես շնորհակալ եմ։ Ձեր կյանքի պատմությունը իսկապես շատ հետաքրքիր էր, ամեն անգամ չէ, որ հանդիպում ես մի 86-ամյա մարդու, ով անցել է կյանքի դժվար ճանապարհ, բայց միևնույն է չի կոտրվել։ Իդեպ ասեմ, երևի շատերը ձեզ ճանաչում են Առաքելություն Հայաստան հասարակական կազմակերպության էջերից, որտեղ դուք շատ գեղեցիկ պարում եք։ Շնորհակալ եմ։ Ձեզ արդեն դրսում ճանաչում են։ Այո։ Տիկին Թերեզա, եկեք սկսենք ամենասկզբից, դուք ծնվել եք որ թվականին։ 1940 թվականին։ Այսինքն հայրենական երկրորդ պատերազմը դեռ չէր սկսվել։ Դեռ չէր սկսվել։ Ինչ ընտանիքում եք մեծացել։ Բանվորի ընտանիքում եմ մեծացել։ Մայրս որբանոցի աղջիկ է եղել, ոչ մի հարազատություն չի ունեցել։ Հայրս մի քիչ տարիքով մեծ է եղել, որպես իրենց աղջիկ վերցրել են մանկատնից մամայիս, պահել են մինչև 12 տարեկան, 12 տարեկանից ամուսնացրել են։ 12 տարեկանից ամուսնացել է մամաս։ Իհարկե որբանոցում ինքը սովորել է կարուձև, շատ լավ կարող է եղել, ասում է իրանց դասատուն հատուկ իր համար տաբուրետկա էր պատրաստել տվել, որ մաման բարձրանա այդ տաբուրետկայի վրա հաճախորդների չափը կարողանա վերցնի։ Այսինքն դեռ մանկուց սովորել է, կարել է։ Հա, սովորել է։ Ինչ ասեմ, դեռ մանկություն եմ ունեցել, որ ասեմ շատ լավ մանկություն է, չէ։ Ուղղակի հիշվող տարիներ են։ Դուք համարյա հայր չեմ տեսել։ 40 թվականի փետրվարին ծնվել եմ, հայրս 41 թվականին գնացել է պատերազմ, չի վերադարձել։ Մամաս 6 երեխայի հոգս է քաշել, ցերեկը աշխատել է արտելում, գիշերը աշխատել է աշակերտներ ապահել, կարուձև սովորացրել։ Այսինքն դուք 6 երեխա եք եղել եւ դուք, եթե չեմ սխալվում, ամենափոքրն եք եղել։ Ես ընտանիքի ամենափոքրն եմ եղել։ Հետո կամանց պակասել են ընտանիքի անդամներից։ Առաջի դասարանում եմ եղել, փոխվել եմ երկրորդ դասարան, արձակուրդների ընթացքում հիվանդացել եմ, բժիշկները արգելել են սովորելու։ Մի քանի տարի տենց մնացել եմ առանց սովորելու։ Մայրս ուշադրություն չէր կարողանում դարձնել, հազիվ կարողանում էր երեխաների հոգսը քաշել։ Ծանր մանկություն եմ ունեցել։ Եվ հետո սկսեց պատերազմը։ Սկսեց պատերազմը, մաման աշխատում էր, մի կերպ մեզ պահում էր, ուշադրություն չէր դարձնում իմ սովորելու վրա։ Իսկ ես տարի արդեն առանց սովորելու էի մնում։ Բայց ինչքան գիտեմ, դուք շատ էիք ուզում սովորել եւ շատ էի ուզում սովորեի։ Ես եղբորս գիրքը, քրոջս գրքերը արդեն կարդում էի, նույնիսկ անհարմար է ասելը, բայց պիտի ասեմ, ես երկրորդ դասարանում կարդացել եմ Դեկամերոն, բայց բան չեմ հասկացել, ուղղակի կարդացել եմ, կարողացել եմ տառերը կպցնել իրար կարդալ։ Արդեն
բավականի մեծ էի, երևի մի 15-16 տարեկան էի, ուզում էի դպրոց գնալ, նախանձում էի այն մարդկանց, ովքեր ձեռքներին պայուսակը բռնած գնում են դպրոց, գալիս են, ամեն անգամ նայելուց լացս գալիս էր, ուզում էի դպրոց գնալ, չէի կարողանում։ Մի անգամ մտածեցի, որ կարելի է գնալ այդ գիշերօթիկ դպրոց էր ինչ-որ, մեծ քրոջս խնդրեցի, ինձ տարավ այդ դպրոցը։ Տարավ այդ դպրոցը, նայում եմ երեխաները վազվզում են, ուսուցչուհուն քացով խփում են, տոյսիմ այլանդակ բառեր են ասում, իրար ձեռից խլում են, իրար են կմճտում, ինձ մտածում ասում ես սրանց մեջ պիտի սովորեմ, ես սրանց մեջ պիտի սովորեմ, մեկ էլ եկավ մի կին, թե ուզում ես սովորես, ասի հա ուզում եմ, ասեց 5 անգամ 5-ը ինչ է անում, դե ես արդեն ինքնուց սովորել էի, Այսինքն աղյուսակն եք արդեն սովորել։ աղյուսակ էլ գիտեի, հա, անմիջապես ասեցի, հետո հանումը ասեց, այլ անմիջապես պատասխանեցի, ու զարմացած նայում եմ այդ ոնց են ասում լկստված երեխեքին, զարմանում եմ ասում նյուժելի սրանց մեջ ես կարամ սովորեմ։ Վերջը մի քանի հարցեր տալուց հետո քրոջս ասեց աղջիկ ջան, մեղ կա ես երեխեն, սրանց մեջ կգժվի, էսի այդ դպրոցը չի, տար սրան։ Լացելելով, հոնգուր լացելելով, եկա տուն մտածելով, որ նույնիսկ այդ դպրոցում ինձ չընդունեցին։ Շատ ծանր տարա այդ մոմենտը։ Մտածեցի ոնց ուզում ալի, ես պետք է գնամ ժողովրդ բաժին։ Այն ժամանակ ժողովրդ բաժվար էին ասում։ Գնացի ինչ-որ մի պատահական Սպանդարյան ռայոններ, որներ, այդտեղ ժողովրդ բաժինը գնացի, ասեցի ես սովորել եմ ուզում։ Բա գնա արես սովորի, քո ինչ տարիքն է, մի անգամից գնաց երկրորդ դասարան նստես, երեխեքը քեզ ձեռ կառնեն, կասեն մնացական ես, ավելի լավ է մի հատ արես սովորի։ Ասի ես արես գիտեմ, իհարկե մամայից ես որոշ բաներ սովորել էի, ասի ես արես գիտեմ, ես սովորելն եմ ուզում, բա չի լինի, չէ, ասեց գլուխը թափ տալով դուրս եկավ, այդտեղից էլ տխուր դուրս եկա, հետո որոշեցի գնամ կենտրոնական Կրթության նախարարություն։ Կրթության նախարարություն, եկա արդեն աշխատանքի վերջն էր, այդ բաժվարը արդեն պատրաստում էր դուրս գալու, մտա ասեցի ես ձեր մոտ եմ եկել, ասեցի ինչ հարցով, ասի ես սովորել եմ ուզում, բա չես սովորում, ասի չի, սենց ասի, երկրորդ դասարան եմ փոխվել, չեմ կարողացել գնամ, մայրս էլ ուշադրություն չի դարձրել, հազիվ կարողացել է երեխեքին կերակրի, հիմա ես ուզում եմ գնամ։ Այդ մարդը մտածեց, իհարկե այդ ընթացքում ես շատ հուզվեցի, հավանական է ուշաթափվեցի, թե ինչ, մենակ են եմ հիշում, որ քարտուղարուհին ջուր բերեց ինձ, ստիպեց խմեցի, մի քիչ խելքի եկա։ Այդքան ուզում եք սովորեիք։ Շատ էի ուզում, շատ։ Հետո այդ մարդը ասեց լավ, հələ սպասի։ Զանգեց ինչ-որ մեկի հետ խոսեց, ու իրան ասում է, դե հա էլ է ասում է, ինքը իրան կհիասթափվի, էլ չի հաճախի, այնքան է, որ հիմա մի քիչ բավարարվի։ Տեղից ինչ պատասխանին, ինչ չպատասխանին, չգիտեմ, վերջը այդ մարդը մի հատ հասցե տվեց, ասեց կարող ես գնալ այդ դպրոցը, ասի հա, ասեց երեկոյան ժամը 7-ին է սկսվում, 10-ին վերջանում է, ասի համաձայն եմ։ Ես այդ ժամանակ ապրում էի Օրջոնիկիձե փողոցում, այսինքն հիմիկվա Արշակունյանց փողոցում։ Հա, Օրջոնիկիձե։ Նախկին կանսերվայի գործարանի շենքներ, այդտեղ էի ապրում։ Ու ինձ տվեց 3-րդ մասի 46-րդ դպրոցի երկրորդ բաժին էլի։ Ասեց այս հասցեով կգնաս, կասեց, որ ինձ Գրիգորյանն է ուղարկել։ Ուրախացած զանգեցի մամային, մամա ես ուշ եմ գալու, ես դպրոց եմ գնում, մտա մի հատ գրախանութից մատիտ տետրակ վերցրեցի, գնացի այդ դպրոցը։ Գնացել եմ հիմի ուսուցչանոցի դրանը կանգնել եմ, սպասում եմ, որ ինձ տնօրենը ներս կանչի։
Տնօրենն էլ հեռախոսով խոսում է, դռները բաց, ես լսում եմ։ Տնօրենը պատասխանում է, հա, ասում է, հասկացա։ Ինքը իրան կհիասթափվի, կտեսնի, որ չի կարողանում հաշտվի, չի կարողանում հարմարվի, ինքը իրան կհրաժարվի, իրա վրա չի նստի, բան չի լինի, չի ազդի։ Ու տենց լավ ասելով ատվոյ տվեց, մտա, ասի, ես ձեր մոտ եմ եկել, ասեց, ինչ հարցով, ասա, ինձ Գրիգորյանն ա ուղարկել, ասեց, հա, ուրեմն դու ես, ասի, հա, ես եմ։ Հա, ձեր մասին էի խոսում, որ շուտով կհիասթափվեք սովորելուց։ Ասի, հա, ես եմ։ Լավ ասեց, արի քեզ տանեմ հիմա մի հատ 5-րդ դասարան, մի անգամից 5-րդ դասարան կնստես։ Եկա նստեցի, մի հատ ջահել սիրուն տղայի կողքին։ Ամբողջ դասարանում բոլորը մեծահասակներ են, մուրուքով, ես իմ առանց թրաշվել, գործից անմիջապես եկել են դպրոց։ Այդ փոքր տղան էր, նստացրին դրա կողքին, մի հատ աղջիկ չկար։ Այդ տղան ինձ սկսեց խոսացնել, թե բա որտեղ ես սովորել, ինչ ես, հայոց լեզվի դասատուն մտավ ներս, ասեց, հա, մենք նոր աղջիկ ունենք, մի հատ ասեց կարդա։ Դրանից առաջ մի քանի հոգու կարդացնել տվեց, սաղ կմկմալով, տառերը իրար կապելով, մի կերպ կարդում էին, ես ինձ զարմանում ասում, ուրեմն ես սրանից լավ եմ կարդում, ինձ կարդացնել տվեց, կարդացի, այդ մարդը մի անգամից ձգվեց, ասեց, ապրես Թերեզա, դու ասում ես իմ նրվերը հանգստացրեցիր։ Այդ ժամանակ քանի տարեկան էիք, 15? Արդեն 17 տարեկանի մոտերք էի, չեմ էլ հիշում։ Այդ դպրոցը կարծեմ անուն ուներ, չէ՞։ Բանյերի դպրոց, բանվոր դասակարգային երիտասարդական դպրոց։ Այսինքն նրանք, ովքեր չէին հասցրել կրթություն ստանալ, գալիս էին երեկոյան։ Երեկոյանը սովորում էին, կոչում էին գիշերային, տենց էինք ասում։ Հետո սովորեցի, արդեն սկսեցին նկարս պատին կպցնել, ինչ-որ բաներ գրել իմ մասին, որ լավ եմ սովորում, բայց միևնույնն է, այն հիմքը չունեի ես, այն 3-րդ, 4-րդ դասարաններում ինչ-որ անցնում են, ես դրանց հիմքը չունեի, ես պատմությունից, աշխարհագրությունից, մեկ էլ հայոց լեզվից էի շատ լավ սովորում։ Վերջը ավարտեցի այդ դպրոցը գերազանցիկով, մտա մարքսիզմ-լենինիզմի համալսարանինքից ինստիտուտ էր կոչում այդ ժամանակ, ինստիտուտը։ Ինչ բաժին էր։ Քաղաքական բաժին էր, ինքը քաղաքական տվյալների։ Քաղաքագիտություն երևի այսօրվա։ Հա, շատ բաներ մոռացել եմ, ճիշտն ասած, որ չեմ օգտագործել, մոռացել եմ։ Վերջը այդտեղ էլ ավարտեցի, լավից վատից, արդեն կամանց, հա, հետո բավականի երկար ընդմիջումից հետո հանդիպեցի այդ նույն տղային, որի ինձ դասերի ժամանակ անգլերեն էր իբր սովորացնում։ Որտեղ հանդիպեցիք։ Ես աշխատում էի կիոսկայում, կրպակում, թերթի կրպակում։ Պատահաբար դեմովս անցավ, կանգնեց ինձ նայեց, ճանաչեց։ Թերեզա, դու ես, ասի, հա։ Ու տենց մեր մտերմությունը նորից առաջացավ։ Այդ այն տղան էր, որի կողքը գնացել էիք, նստել էիք։ Հա, բավականի երկար տարիներ բաժանումից հետո։ Հետո արդեն սկսեցինք իրար հետ հանդիպել, ժամադրվում էինք, գալիս էր աշխատանքի տեղը։ Մի խոսքով մի անգամ ժամը 7-ին իմ աշխատանքը վերջանում էր։ Ժամը 7-ի համար գնացինք կինո Արագածում։ Գնացինք կինո, ժամը 9-ին տուն եկա։ Ինքը միշտ բերում էր ինձ տան դռան դեմը կանգնում էր, մինչև ես ներս չէի մտնում, ինքը չէր գնում։ Ներս էի մտնում, գնում էր։ Ու այդ օրը տենց բերեց ինձ, կանգնեց սպայծիզդի առաջ, սպասեց, որ ես ներս մտնեմ, ինքը գնա։ Դուրը ծեծում եմ, մաման գլազոկից նայում է, որ ես եմ։ Ջղայնացել է, որ ուշացել եմ։ Որտեղ որ էր, այնտեղ էլ գնա, չեմ բացում դուրը։
լաց եմ ելում, մամա ջան, բաց էլի, մամա ջան, էլ չեմ ուշանա, մամա ջան, խնդրում եմ բաց, մաման չի բացում։ Վերջը այստեղ են տեսա, որ չէ, մաման չի բացում, ես էլ լաց եմ ելում։ Եկավ ջղայնացած ձեռիցս քաշեց, ինչա հո դու անտեր չես, ասեց ու քաշելով տարավ, ուր ես տանում ինձ, մեր տուն եմ տանում, ասեց տենց տարավ իրանց տուն, Տիկին Թերեզա այդ ժամանակ քանի տարեկան էիք։ արդեն երևի 19-20 Չէ, մի քիչ ավելի շատ չէիք այդ ժամանակ։ Երևի։ Երկար տարիներ չէիք տեսել իրար։ երկար տարիներ հա չէինք հանդիպել, Դուք տարիներ- ինձ ասեցիք այն անգամ, որ 31 չէ ամուսնացել։ երևի Չեք էլի հիշում։ չեմ հիշում, ճիշտը որ ասեմ չեմ Չէ, այդ հիշում, ժամանակ դուք ինձ թվում է մի 27-28 եք եղել։ հա, երևի, հավանականա, վերջը, մաման դուրը չբացեց, ինքը տարավ իրանց տուն, իրան մերը ինձի տարավ կուխնին քնացրեց, իրան իրանց մոտ քնացրեց, գիշերվա կեսին, մամաս քրոջս հետ գալիս ա, քարերով խփում է, առաջ հարկում էին ապրում, քարերով խփում է դրանց պատոհաններին, տվեք իմ աղջիկան տվեք, գոռում է, խժում է, սա թաղը դուրս է եկել, կանգնել է, նայում է, խոսում է, բան, վերջը, կեսուրս եկավ, թե այ տղա, արի, սրան տար, թե չէ մերը հետ սաղ պատոհաններս կջարդի, վեկացա որ գնամ, ինքը չթողեց, չէ, չպտի գնա, պտի մնա, այդ օրվա ինձ մնացի ու մնացի, Ինքը ձեզանից մեծ էր, չէ, եթե չեմ չէ, ինքը ինձանից փոքր էր, 3 տարով ինձանից Հա, փոքր էր, փոքր։ ինքը 43 թիվներ, ես 40 թիվն էի, հետո Տիկին Թերեզա այն ժամանակ տենց բաների վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, օրինակ իր մայրը ասեր, դարձնում էին, մայրը անդադ ասում էր, հետո ինքն էլ շատ սիրուն բարձր ախտանդամ տղամարդ էր, ես իրա ստեղուցն էի, գոտկատեղից էի, մերն ասում էր, էդի քեզ չի ասում, բաժանվի, տար իրանց տուն, բաժանվի, տղեն ասում էր, այ մեր, էդի իրա խոսքն է, այ մեր ոսկին էլա փոքր մոքր, բայց տենում ես ինչ գին ունի, իբր ես էլ գին ունեի, էլի, ոչմ, հետո տարիների ընթացքում մենք երեխա չունեցանք, դուք չէիք ուզում, թե ինքը։ Չէ, երևի ինքը չէր ուզում, որովհետև ես բժշկի գնացել էի իրանից գաղտնի, ասել էր քեզ մոտ ամեն ինչ նորմալ է, իրան ասա, թող ինքը գա, իրան ասում էի, ուշադրություն չէր դարձնում, իմիջայլոց ասեմ, որ այդ տարիների ընթացքում արդեն ինքը դարձել էր և նարկոման, և խմող, Բայց ի՞նչն էր պատճառը, Տիկին Թերեզա, ինչի էր այդքան փոխվել ինքը։ Ասում եք, որ ձեզ շատ սիրում էր։ ինձ շատ էր սիրում, հա, ասում էի, արի գնանք որբանոցից մի հատ երեխա որտեղ գրենք, ախր առանց երեխու տունը տուն չի, բան, ասում էր, այնա դու իմ համար երեխա ես, էլ երեխան ինչ եմ անում, երբ որ կծերանանք, այն վաղտ կառնենք, այտենց բաներ էր ասում, ոբշմ, ամեն անգամ խմած, անջատված գալիս էր, գոռում էր, ղժում էր, ամեն ինչից վրա անուններ դնում, բայց մի հատ մատով չի խփել, հոգի ունեմ, չեմ կարա սուտ խոսեմ, սենց մատով չի կպել ինձի, չի խփել մի անգամ, որ ես հիշեմ ասեմ, ես անգամը ծեծեց, բայց նենց էր բղավում, նենց էր հայոյում, որ ծակ էի մանգալի մտնեի այդ ռոպեին էտե, այդքան վախենում էի, վերջը, Դուք մի առանձին էիք ապրում, Տիկին Թերեզա։ ահա, մայրը ստիպեց, մենք գնացինք Վարշով ապրեցինք, Վարշով էինք ապրում, հետո այդ Վարշովի ընթացքում, այդ ժամանակաշրջանում մոտավորապես մի 12-13 տարի ապրեցինք միասին ու ինչ որ կռվի ընթացքում մեկին ինքը դանակահարում է, իրան բռնեցին, 4 տարի տվին, թե 2 տարի տվին, չեմ հիշում, էդ էլ չեմ հիշում, հետո իհարկե ես միշտ գնում էի իրան տեսակցության ամեն անգամ, կրպակում պերեդաչին պատրաստում էի, թողնում էի կրպակում, որ մաման չիմանար, մամաս չէր իման, չէր բանանում, չէր հաշտում դրա հետ, այդ պիանիցի հետ ինչ գործ ունես, այդ ալկոհոլիկի հետ ինչ գործ ունես, ամեն անգամ
Իսկ ես այդ ընթացքում արդեն գնացի մամայի մոտ։ Հա, Մամայի գնացիք հետ էի ապրում, հա։ Հա, բերում էի կրպակում, սարքում Բերում էի։ էի կրպակում ամեն ինչը պատրաստում էի, թողում էի կրպակում, հաջորդ օրը գալիս էի կրպակից վերցնում էի, պերերիվի ժամին 2 ժամ պերերիվ ունեի, պերերիվի ժամին գնում էի մոտը, տեսնում էի, հետ էի դառնում։ Ու մի անգամ էլ մայրը եկավ, թե ամուսնուց սպանել, վանեն արել, մահացել է։ Բանտում։ Հա, բանտում մահացել է։ В общем, որպես խելոք բանտարկյալ ինչ, դիակը տվեցին մեզ։ Տարանք թաղեցինք, դա արդեն 82 թիվն էր։ 84 թվին 2 տարի տենց մնալուց հետո որոշեցի երեխա որդեգրել։ Այդ ժամանակ դու ձեր մամայի հետ էիք ապրում։ Հա, մամայի հետ։ Երկուսով էիք։ Չէ, քույրս էլ գնում գալիս էր, մնացել էինք այդ երեքովս։ Հա, աղբերներս էլ չունեին, չկար, իրեքով էինք մնացել։ Որոշեցիք երեխա որդեգրել։ Որոշեցի երեխա որդեգրեմ։ Բայց երբ որ միայնակ ես լինում, երեխա չեն տալիս, չէ՞։ Հա, մանկատուն չէր տալի։ Ամեն անգամ գալիս էի մանկատուն այդ պերերիվի ժամերին, նայում էի պատոհաններից բան, խոսացնում էի, բայց բան չէր ստացվում։ Մի անգամ մի կին եկավ, թե տնորս երեխա ունի, երեխուն չի ուզում պահի։ Արի որդեգրի քեզ, դու էլ երեխա ունեցի։ Իրանք գիտեին, որ ես արդեն մշտական հաճախորդներն էին, ճանաչում էին, գիտեին։ Ուրախացա։ Քրոջս ասեցի, քուրս գնաց այդ երեխուն բերեց, իսկ մինչև այդ մի կին միշտ մի հատ փոքր երեխու գրկին, սև չոր հացը երեխու ձեռին, բռնած գալիս էր, ու անդադ նենց էր անում, որ ես տեսնեմ այդ երեխուն։ Իմ մտքով բան չէր անցնում, ճիշտն ասած։ Պարզվում է, որ դա այդ կինն էր։ Անդադ խոսել են, ուզեցել է բերի, որ ես ինչ-որ բան ասեմ։ Տեսնեք, մտածեք, որ վերցնեք, այն էլ դուք Վերջը չեք։ քույրս գնաց, բերեց, բավականին մեծ դժվարությամբ որդեգրեցի այդ երեխուն։ Մորից հրաժարական վերցրեցի, որ ինքը հրաժարվում է, անունը փոխեցի, 6 ամսական էր այդ երեխեն, տղա երեխա էր։ Պահեցի բավականին երկար ժամանակ, երևի տենց մինչև մի 10-12 տարեկան հասակում։ Այդ ժամանակ Հայաստանում բավականին բարդ ժամանակներ էր։ Մութներ, հացը դժվար էր ճարում, կտրոնով էին հացը տալի։ Բա ոնց էիք կարողանում պահել երեխային։ Մի կերպ, հլը կիոսկայում աշխատում էի, կիոսկայում մի քիչ սիգարետի առևտուր էի անում, ճիշտն ասած, սիգարետ էի վերցնում, այդ սիգարետի աշխատողներից իրանք գողանում բերում էին, ինձ էին տալի, 10 դրամ ավելով ես ծախում էի, կարողանում էի, ինչ ասեմ, դառը մանկություն ա եղել։ Մի խոսքով մի անգամ մաման սեղանին հաց կարագ ա դրածելում, երեխայա, վեկալում ա հաց կարագը քսում ա որ ուտի, մաման ջղայնանում ա, արդեն մամայիս հոգեկանը խանգարված էր, 80 անց էր ինչ էր, ջղայնանում ա, պատարագաղը սեղանին ալում, պատարագաղը վեկալում շպրտում ա երեխու վրա ու ասում ա, խուլիգան, ես կերել եմ, որ դու վրազ ուտում ես, ներողություն, խուլիգան չի ասում, մի կեղտոտ խոսք ա ասում, այսինչի տղա, տենց խի բան արեցիր կերար, երեխեն էլ ասում ա, տատի խես տենց բան ասում, ախր իմ մաման քո աղջիկն ա։ Մամաս էլ ասում ա, ես իմ աղջկան չեմ ասում, են մորդ եմ ասում։ Այսինքն երեխուն ասում ա, որ մի խոսքով երեխին լացլելով վազեց իմ մոտ, մամ, տատին սենց բան ասում, ճիշտ ա ասում։ Դե ես էլ ընդհանրապես սուտ խոսելը չեմ սիրում, ազդվեցի ու ակամայից ասի, հա, ճիշտ ա ասում, ինչ կա դրա մեջ, նաղդի պահողը ես եմ քո մաման։ Այդ օրվանից երեխես արդեն սկսեց հայաթում շատ խաղալը, տուն չէր գալիս, ոնց որ ազդել էր վրեն։ Մի խոսքով, տենց այդ ժամանակները արդեն Ղարաբաղի մասին խոսում էին,
տուն են տալի, ով որ գնում է, էս են անում, են անում, ոբչեմ, գնացի, ես էլ գնացի։ Երեխու հետ։ Տունս ծախեցի, մտածելով, որ լավ է շրջապատից կկտրվի երեխեն, անդադ չի հիշի, որ ինքը վերցնու երեխայա, դե ավելի լավ կլինի, տունը ծախեցի, մի 2 ամիս էլ լավ կերախմա այդ տան փողերով։ Եկացա գնացի Ղարաբաղ, տվեցին մի գյուղում, բարձր սարի վրա, մի տուն, որ թուրքերը ավիրել էին, քարը քարին չէր մնացել, պատալոկ չկար, քարերի արանքից անձրևը որ գալիս էր ներս էր լցում, այդ տունը տվեցին, ոչ ջուր, ոչ լույս, ոչ մի բան, ոչ մի ապրելու հնարավորություն չկար, գյուղն էլ նոր կազմակերպող գյուղ էր, ոչ խանութ, ոչ հաց, ոչ մի բան, ես էլ ոչ թոշակ էի ստանում, ոչ բան, շատ վատ պայմաններում էինք, մի խոսքով բանկեն վեկալում էինք, կանգնում էինք ճանապարհի վրա, որ մի բան կա, սալյարկե ավտոգա անցնի, սալյարկատան, որ տանենք ճրակ վառենք, այդ ձևի ջուրը իջնում էի այդ սարից, վեդրոներով գետից ջուր էի բերում, որ իբր թե խմեմ, ոչ ալուր, ոչ մի բան, ով որ հնարավորություն ուներ, մարդ էր ճարում, ինչ որ ճանապարհի անցնողներին խնդրում էր, տանում էին քաղաքից, ալուր էին առնում, բերում էին, ով որ կարում էր, ես չէի կարում, շատ վատ պայմաններում ենք ապրել, ոչ մաչակալ, ոչ մի բան, անկողինս գցում էի ցեմենտի վրա, գետնին, ես ու տղես իրար փաթաթված քնում էինք, օրերով հաց երես չենք տեսել, մի խոսքով մի անգամ էլ հարևանի տնից բարարանի վրա խմոր էին անում, բանը, տապում էին, դնում էին իբր թե լավաշ են թխում, ուտում էին, այդ հացի բույրը ընկավ մեր քիթը, իմ ու տղայիս, քանի օր հաց չենք կերել, վատ պայմաններում ենք, մի խոսքով տղես եկացավ, թե մամ, էդ մեն Վալոդիկ են ստուն, իր հասակակից տղա կար, ուրեմն մի քանի քայլ արեց, զգացի, որ այդ հացի հոտից է էլի բան եղած, նույնիսկ հետևից գոռացի, Կարեն ջան, որ հաց տան մի փոքր էլ ինձ կբերես, բայց այդ խոսքից վրեն երեխես ուշաթափվեց, սովածությունից էր, վայ Կարեն, մի կերպ վեկացրեցի, երեխես գնացել էր ընդեղ, կերել էր մի քիչ բան, ողջում, այդ ձևի օրեր եմ ունեցել, հետո մտածեցի, որ չէ, այս գյուղում ապրելը հնարավոր չի, ինչ չանեմ, վեկացա, եկա այդ տները թողեցի իրանց, իմ էջայլոս խոստացել էին կով, փող, ամեն ինչ էլի, ոչ մի բանն էլ չարեցին, ոչ մի բանն էլ, մի խոսքով այդ տունը թողեցի, եկա քաղաք, Ստեփանակերտ, եկա քաղաք, մի կնոջ մոտ մի 2-3 օր մնացի, մինչև աշխատանք գտա, եկա դե հավաքարար աշխատեցի, դրանից հետո գնացի իր հոր մոտ աշխատեցի, մեծ խանութ ուներ, ափսեների խանութ էր, դրա մոտ աշխատեցի, և նրա մոտ, և նրա մոտ, այսինքն ամեն դեպքում էլ սոված չէի, կարողանում էիք, սոված չէի, տուն վարձեցի, 20,000-ով տուն վարձեցի, արդեն աչքս փնտրում էր, թե մի ուրիշ տեղ էլ գտնեմ, փռում աշխատեցի, 3 տեղ աշխատեցի, հետո ինձ ասեցին, որ փողոցում աշխատողները լավ փող են ստանում, 4 տեղ աշխատում էի, ցերեկը այդ հացի փռում էի աշխատում, խանութներում էի աշխատում, հավաքարար իհարկե, գիշերն էլ փողոցն էի մաքրում, գիշերը ժամը 3-ին վեկանում էի, բանով, էլեմենտով, բանելով, վառելով, փողոցը մաքրում էի, գալիս էի տուն, բարձրանում էի արդեն աշխատանքի, մի խոսքով տենց արդեն սկսեցի լավանալ, հետո այդ խանութի աշխատողները լավն էին, ինձ շատ էին սիրում, տեսնում էին, որ գլուխս կախ աշխատում եմ էլի,
Իրանց տնից ուտելիք էին բերում, ով ինչ լավ բաներ եփում, առաջին էին բաժինն էին լցնում բերում, ստիպում էին Թերեզա արի նստիկեր, այդենց կամանց տղայիս հետ աշխատեցինք, 11 թվականին տղայիս ամուսնացրեցի, Այնտեղ չէ, ավելի ճիշտ ստեղ քրոջս հարևանը մի աղջիկ ուներ, մի հարևանուհի ուներ, իր ամուսնուց բաժանվել էր, պատճառաբանելով, թե ամուսինը ինչ-որ հիվանդություն ունի, ամուսնուց բաժանվել էր, միշտ գալիս էր քրոջս տունն էր մնում, խոսում էին բան, քուրս ասեց, թե լավ աղջիկ ա, արի ուզի տեղուտ, դրան զանգեցի, կանչեցի, ասի արի, եկավ Ղարաբաղ, ամուսնացրեցի տղայիս հետ, 11-ին ամուսնացրեցի, 12-ին մարտի 8-ին աղջիկը ծնվեց, թորս, անունը դրեց Թերեզա, հետո 12 թվին մարտի 28-ին մարտի 15-ին ավարիայի տակ ընկավ, հետո բերեցին Երևան, մահացավ, չբուժվեց, այտենց մահանալուց հետո հարսս որոշեց գնա Ռուսաստան ընդ աշխատի, փող ուղարկի, ես երեխուն պահեցի, 2 տարեկանից երեխուն ես պահեցի, մինչև 5 տարեկանը, 5 տարեկանում մայրը ինձ ուղարկեց վիզա, որ անպայման արի ինձ մոտ, գնացի մի տարի էլ մնացի Ռուսաստանում, երեխուն պահեցի, ինքը աշխատեց, դրանից հետո եկանք, մայրը, դե ես հին կին եմ, հին, ոնց են ասում, ավանդույթներով, սովորական, որ կարճ էր հագնում, խոսում էի վրեն, ասում էի կարճ մի հագի, որ մի քիչ քսվում էր, ասում էի շատ ես քսվել, շատ էի խոսում վրեն, ջահել էր էլի, նեղացավ գնաց, երեխուն վեկալեց գնաց, ու չասեց էլ ուր ա գնում, ինչ ա անում, ինչ չի անում, ու տենց մինչև հիմա ես ման եմ գալի իմ երեխուն։ Տիկին Թերեզա, բայց հիմա մտածում եք, որ իզուր եք խոսել, փոշմանել եք։ Շատ, ինչ ուզում ա աներ, թող մոտս լեր, թող երեխային ես մի հատ գրկեի, ամեն ինչ լեր ինձ համար, ես համարյա մի 15-20 դպրոց, ոտքով առանց տրանսպորտի գնացել եմ, տարբեր տեղեր, տարբեր դպրոցներ հարցրել եմ, իհարկե այդ ժամանակ նախքան մահանալը տղաս չէր հասցրել բանաներ, հայրությունը ճանաչեր երեխայի, մայրը գրվեց իր ազգանունով, Գևորգյան, ես գնացի հետաքրքրվեցի Գևորգյան Թերեզա, որ դպրոցում կա, այն առաջի դասարանների ժամանակ, որ դպրոցն ա ընդունվել, մի 15-20 դպրոց ասեցին, մեր մոտ տենց երեխա չկա, մեր մոտ չկա։ Ուզում եմ մի բան ասել, օրինակ, երբ որ դու երեխային պահում ես, իր մորը պահում ես, օգնում ես ամեն ինչում, եւ ընդհանրապես մի բանի վրա խոսում ես, կարծում եք այդքան մեծ սխալ եք արել, որ ինքը պիտի թողներ ու գնար։ Դե ջահել էր էլի, երևի չէր հասկանում, ինչ ասեմ, խոսում էի, շատ էի խոսում, խես այդքան կարճ հագել, ասում էր մոդայա, մոդան որն ա, ինչը քեզ ասում այն հագի, ուզում էի էլի, շատ էի ուզում, որ իմ ուզածով լի, հետո որ տղաս նոր էր մահացել, ամեն ինչից վրա երևում էր էլի, չգիտեմ, իսկ հիմա շատ եմ փոշմանել, շատ։ Ինչ է կարծում, ձեր թորնիկը ձեզ հիշում է։ Իմ թորնիկը մինչև 5 տարեկանը կհիշի, 5 տարեկանը պահել է, բայց աղոտ կերպով, ես ունեմ մի հատ բան, Ինչ է, տիկին Թերեզա։ գրված ունեմ երեխուս կապակցությամբ։ Բերել եք, բայց։ Բերել եմ, բայց։ Կարող ա վերարկուի մեջը։ Կարող ա։ Շատ սպասեք ես նայեմ։
Չէ, ոնց որ ստեղել չկա։ Կարող է պայուսակի մեջ հլեն։ Կարող է։ Այ, Չկա։ չեմ գրել։ Բայց հիշում եմ, Ինչ էր։ բանաստեղծություն էի գրել երեխայիս նկատմամբ համար։ Դե եթե հիշում եք, տենց էլ կարող եք ասել։ Ահա հեսա։ Կարելի է Հա, կարդալ։ իհարկե, այս տվեք ինձ, հետ նստեք։ Իմ փոքրիկ աղջիկ, իմ լավ Թերեզիկ, կարոտել եմ շատ, էլ չեմ դիմանում, երանի թե հրաշք լիներ կյանքում, հայտնվեիր մոտս անմեղ հայացքով, սեղմեի կրծքիս ու հեկեկայի, գլուխս թաղած քո տակ գրկի մեջ, թախծոտ աչքերով նայեիր դու ինձ, փափլիկ մատներդ իմ մազերի մեջ, փոքրիկս գիտեմ, դու հիշում ես ինձ, բայց շատ աղոտ, երազի նման, ուզում ես հիշել, թե ով էր արդյոք, որ գուրգուրում էր ու պատմում հեքիաթ, դու ուզում ես տեսնել ինձ նորից, տխուր աչքերը թարել ինձ վրա, դու կցրեիր շուրջս թափառող մահվան օրհասը տխուր ու դաժան, երբ որ մեծանամ, չգիտեմ արդյոք, կլինի մեկը պատմի իմ մասին, թե մենության մեջ իչքան տանջվեցի ու երազեցի միայն քո մասին։ Տիկին Թերեզա, ես հուսով եմ, որ ձեր թորնիկը լսեց այս բանաստեղծությունը ու ձեզ անպայման կգտնի։ Երանի։ Այ մի ուրիշն էլ եմ գրել։ Մեղմիկ ու համրաքայլ, հայտնվում ես աչքիս առաջ։ Ուզում եմ քեզ գրկել, սիրել, բայց փախչում ես վայրկյանական։ Հետո նորից հայտնվում ես ու կանչում ես, արի, տատի, ու փախչում ես ձեռքով անում, թե կարող ես բռնի, տատի։ Ու թվում է բռնել եմ քեզ, սեղմում կրծքիս ու հեկեկում, սթափվում եմ նորից տխուր, բարձն եմ գրկել արցունք թափում։ Սիրուն եք գրել, տիկին Թերեզա։ Իսկ մի ուրիշը իմ կյանքից կարելի է պատմել։ Իհարկե։ Չէ, չեմ հաշտվում ծերությանս հետ, լազուր աչքերիս փայլը ուր կորավ, այտերս կարմիր, կաթի մեջ ընկած, այնով գողացավ ու իր հետ տարավ, ինչ նկարիչ էր կախարդ վրծինով, գեղեցիկ դեմքիս հակոսներ քաշեց, վարսահարդար է ինչ իրավունքով, շեկլիկ մազերս սպիտակով ներկեց, ախրեությամբ դեռ ջահել եմ ես, նազանել գիտեմ կույս աղջկապես, ժպտալ եմ ուզում անցորդին ջահել, ախր դեռ կյանքից բան չեմ հասկացել, սա էլ իմ վերաբերյալ։ Տիկին Թերեզա, հրաշալի եք գրում ուղղակի, անկեղծ եմ ասում։ Ու դուք իսկապես շատ երիտասարդ եք հոգով եւ շատ ուժեղ։ Այո, վերջերը որոշեցի, որ ինչ ուզում ալինի, չպետք է կոտրվեմ, սկսեցի պարել, որ առաջի օրերին, երբ որ գնում էի այդ կազմակերպությունը, ինձ ասում էին, պարել գիտես, վեր կաց պարի, ամանչում էի, չէի պարում, ասում էի, չէ, վերջը մի անգամ պարեցի, երկու անգամ պարեցի, ու ատենց հա գնացի։ Իմիջիայլոց նորից եմ ասում, համացանցում շատ են ձեր պարերը, բայց ես էլ անպայման իմ էջում կտեղադրեմ, որպեսզի բոլորը տեսնեն, թե դուք ինչքան այսքան դժվար ճանապարհ անցնելուց հետո, այսքան դառնություններ տեսնելուց հետո դուք ինչքան կյանքով լեցուն եք եւ ինչպես եք կարողանում հաղթահարել այդ բոլոր բաները։ Իսկապես ինչպես եք կարողանում դա անել, տիկին Թերեզա։ Չգիտեմ, ամեն իրիկուն մտածում եմ, երբ պիտի լույսը բացվի, որ գնամ առաքելություն։ Ամեն օր։ Շաբաթ կիրակի օրերը հեչ չեմ սիրում։
որտեղ չեմ կարող գնամ։ Դուք հիմա ապրում եք Նոր Խարբերդում։ եւ մշակում եք նաեւ հողակտորը, Հողատարածքը, հա։ Իմիջայլոտ այդ մարդը, այդ տանտերը շատ լավ մարդ է։ Ինձանից վարձ չի վերցնում, ամենակարևորը։ Թողնում է այգուց օգտվեմ։ Նույնիսկ շատ անգամ, որ մեկ եկել է ինձ տեսնելու բան, տոպրակը լցրել եմ, ասել եմ, էսի տարտուն, տոպրակը նորից հետա դրել, չէ, թո մնա։ Այսինքն բարի մարդիկ դեր կան։ Բարի մարդ է, շատ բարի մարդ է։ Հիմա որ այսքան տարի անց դուք հետ եք նայում ձեր կյանքին, մտածում եք, որ ինչ-որ մի բան սխալ եք արել, թե Չէ, սխալը նայա, որ հարսին ուղարկեցի, իմ պատճառով գնաց փաստորեն։ Գուցե ինքը նպատակ ուներ, չեմ իմանում, համենայն դեպս իմ սխալը դա է եղել, որ ես թողել եմ հարսը հեռանա ինձանից։ Բայց թե առանց ամուսնու էլ չէր կարա մնար։ Հուսանք, որ ձեր այս խոսքերը դիտելուց հետո ձեր հարսը կորոշի, որ գոնե մեկ թորնիկին բերի տատիկին տեսնելու, որովհետև դա շատ կարևոր է։ Շատ եմ ուզում, շատ։ Այն բարելու ժամանակ, որ ձեռքերս բարձրացնում եմ, չէ, մտածում եմ, ասում տեսնես Թերեզիկը տեսավ, արդեն մոտավորապես մի 13 տարեկան կա։ Եթե ինքը ուզենա էլ, չի կարա ինձ գտնի, որտև 5 տարեկան ժամանակ մերը գրկել տարելա, ոնց կիմանա ճանապարհը, պիտի մայրը բերի, որ տեսնի։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ մայրը կբերի եւ դուք անպայման կհանդիպեք ձեր թորնիկին։ Երանի։ Միշտ մտածում եմ, ասում, գոնե մինչև մեռնելու ժամանակ անգամ տեսնեմ, նոր մեռնեմ։ Տարիքը իրանն ասում է, էլի ոնց էլ ուզում ալի։ 86 տարեկան եմ, փոքր չեմ։ Տիկին Թերեզա, քանի որ դուք կյանքով լի եք, ես գիտեմ, որ դուք դեռ երկար ապրելու եք եւ անպայման տեսնելու եք ձեր թորնիկին։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ նրանք կտեսնեն, կլսեն ձեր խոսքերը եւ անպայման դուք կհանդիպեք։ Իմիջայլոց Տիկին Գայանեին խոստացել եմ, որ 100-ամյակը պետք է տոնենք այդտեղ։ Մի փոքր էլ խոսենք այդտեղից, դուք երբ որ հայտնվեցիք Առաքելություն Հայաստան հասարակական կազմակերպության տարեցների կենտրոնում, ես արդեն երբ որ եկա ձեզ մոտ հասկացա, որ դուք այնտեղ արդեն շատ ընկերներ եք ձեռք բերել։ Հա, շատ։ Մանավանդ հեռախոսով շատ են խոսացնում, փողոցում էլ են հանդիպում խոսացնում։ Փողոցում կանգնում են ասում, դու այն պարող կինն ես, ամեն մեկս մերը պատմում ենք, մոռանում ենք, ամեն մեկը մեկին մի խորհուրդ տալի, իրանը մոռանում է, լավ է, շատ լավ է։ Տիկին Թերեզա, իսկ եթե դուք հիմա խորհուրդ փորձեիք տալ կամ ձեր անցած ճանապարհը նայելով, քննարկելով ձեր կյանքը, ինչ խորհուրդ կտայիք կանանց։ Ինչ եք դուք սխալ արել, որ կուզեիք, որ ուրիշները չանեն այդ սխալը։ Ամենակարևորը երիտասարդների կյանքին չխառնվելը, խառնվելուց բարի խորհուրդներ տալը։ Այ օրինակի համար սենց մի բան կա, երբ որ վիճում են, սիրով ամուսնացած ամուսիններն անգամ, վիճելու ժամանակ ասում են, դու շուն ես, զուգել ես, ես, բայց ոչ ոք չի հիշում այն առաջի սիրո խոսքերը, որ ասում են, ես քեզ սիրում եմ, առանց քեզ չեմ կարող ապրել։ Ես միշտ դա եմ ուզում, որ մարդիկ միշտ վերջ առաջի խոսակցությունը իրանց մեջ հիշեն, ոչ թե վերջի վիճելու ժամանակ իրար ասածները։ Էդ եմ ուզում։ Հրաշալի բառեր եք ասում, Տիկին Թերեզա։ Տիկին Թերեզա, ինչ-որ բան կուզեք մեր խոսակցությանը ավելացնենք։ Ինչ-որ բան կիսատ մնաց, թե չէ։ Չէ, առանձնապես ոչինչ չմնաց։ Կյանքիս կարևոր դեպքերը պատմեցի, վերջ։ Դե ուրեմն ձեզ ուզում եմ ասել շատ շնորհակալություն, որ Շնորհակալ եմ ես։ Որ եկաք եւ պատմեցիք
վերհիշեցիք այն վատ օրերը, որ ունեցել եք, դա եւս շատ կարեւոր է։ Իսկ ձեզ, մեր սիրելի հետևորդներին, ուզում եմ պարզապես խնդրել, որ հնարավորինս կիսվեք մեր տեսանյութերով, որպեսզի բոլորս միասին փորձենք կարողանալ գտնել Տիկին Թերեզայի թոռնիկին եւ գուցե մի օր թե թոռնիկը, թե նրա մայրիկը կտեսնեն այս տեսանյութը եւ անպայման կորոշեն այցի գալ տատիկին։ Շատ շնորհակալ եմ։ Տիկին Թերեզա ջան, եկեք մի հատ գրկեմ ձեզ։ Ապրեք շատ ապրեք, երեկած խոսացիք, ես մտածում եմ, որ անպայման կստացվի, կտեսնեն ու կփոշմանեն, որ գնացել են ու կգան։ Երանի, ուր էր տենց մի բան լիներ։ Ես շատ կտարածեմ այս տեսանյութը, որ անպայման ստացվի։ Շատ շնորհակալ եմ, Աննա ջան, լավն ես։ Դուք եք շատ լավը, դուք։ Մեր գործընկերն է կինեագինին, այն ունի ոչ միայն հրաշալի համ, այլև հոգի, համտեսիր կինեան, զգա գինու հոգի։